Տիկին Եվսեյանի եթերում ենք, ձեր խմբակցության ուժեղ խմբակցության ընդհանուր որոշումն է եղել դեմ քվեարկելու։ Այո, մենք մեր խմբակցությունով ունենք հստակ որոշում, որ դեմ ենք քվեարկելու իշխանական թեկնածուին, որովհետև կան շատ քաղաքական անվտանգային հարցեր, հետևաբար որոշումը եղավ առաջին հերթին մասնակցությունը, երկրորդ հերթին դեմ քվեարկելը։ Ինչ վերաբերում է հետագա աշխատանքներին, այո, ակնկալում ենք ինչպես իրենք են ասում, եւ առաջինը հենց իրենց կողմից դրսևորվի բարեկիրթ վարքագիծ, որպեսզի Հայաստանի թիվ 1 ամբիոնը շատ կարևոր բարձր դիրքից ժողովրդի համար ստեղծված այդ պայմանները ժողովրդի համար չլինեն պարզապես զրուցարան կամ իրար հայհոյելու, իրար այսպես ասած տհաճ իրավիճակային բաներ ստեղծեն, հետևաբար մենք առաջին հերթին ակնկալում ենք, որ դա կլինի։ Տիկին Միրզոյան, տեսեք, Սյունիքի հետ կապված անվտանգային հարցեր արդյոք պատրաստում եք բարձրաձայնել օրենսդիր մարմնում, ինչ լուծումներ եք ակնկալում նախորդ 5-6 տարիների ընթացքում մենք տեսանք, որ այդ հարցերը բարձրաձայնում մտնում են այսպես ասած սրտերի վրա։ Լուծում ակնկալում եք անվտանգային, օրինակ Գորիս-Կապան ճանապարհի հետ կապված։ Այն, որ Սյունիքում եւ ոչ միայն կոնկրետ Սյունիքի մարզում կան անվտանգային խնդիրներ, դա անհերքելի փաստ է։ Ինչու՞, որովհետեւ կա ադրբեջանական ներկայություն Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, հետևաբար այդ անվտանգային խնդիրները շարունակում են մնալ։ Հայաստանի անվտանգային խնդիրները կարելի է լուծել շատ տարբեր ձևերով։ Առաջինը պետք է կենսունակ դարձնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի, հատկապես սահմանամերձ գյուղերը։ Մեր թիմը Զվարճան, ինչպես տեսակ, ընտրություններից հետո մենք այցելում ենք մարզեր, վեր ենք հանում խնդիրներ, որոնք ոչ միայն գյուղացու կամ բնակավայրերում բնակվող ժողովրդի կյանքը ավելի հեշտ են դարձնում, այլ ինչ որ չափով խնդիր են լուծում։ Եթե մենք գտնում ենք, որ այս սահմանամերձ հատվածում կան օրինակ որոշ մարդիկ, ովքեր հասկանում են, որ խնդիրներ կա եւ ցանկանում են օրինակ լքել գյուղը, մենք այնպիսի պայման ստեղծենք եւ ես վստահ եմ, որ ուժեղ Հայաստանը ունի այդ հնարավորությունը, որպեսզի մարդը մնա իր գյուղում, շենացնի այդ գյուղը, հետեւաբար նաեւ այդ մասով փորձենք անվտանգային ինչ-որ դրվագով հարց լուծել։ Բայց իշխանությունը մշտապես հայտարարում է, որ արդեն խաղաղության դարաշրջանում են, արդեն Ադրբեջանի հետ խաղաղ պետք է ապրեն եւ այդ բոլոր, այսպես ասած, հայտարարությունները, որ Սյունիքի վտանգ է սպառնում եւ այլն, դրանք ուղղակի պատերազմի հրահանգ։ Նախ ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում գրեթե չկա մի քաղաքացի, որ խաղաղություն չի ուզում։ Մենք բոլորս ուզում ենք խաղաղություն, բայց այդ խաղաղությունը պիտի լինի բազմակի երաշխավորությամբ եւ եթե մենք ունենք այսօր Բաքվում գերեվարված հայեր, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ եթե մինչեւ այս պահը կա այսպես ասած օկուպացիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մասով, հետևաբար սա գեղեցիկ փաթեթավորել, որ 100%-անոց խաղաղության մեջ ենք, դա ժողովուրդ ջան, այդպես չի։ Պատված տարածքներից խոսեցիք, որքանով է իրատեսական, որ Ադրբեջանը մագանց, այսպես ասած, որևէ կրակոցի կարող է ազատել Հայաստանի ինքնիշխան տարածքը, որը օկուպացված է 21 թվականին։ Նախընտրական շրջանում էլ Զվարճան մեր թիմի մոտեցումը եւ դիրքորոշում հետեւյալն էր։ Այո, բանակցությունների միջոցով առանց պատերազմի, բանակցությունների միջոցով հնարավոր է ճիշտ դիվանագիտության միջոցով լուծել անվտանգային հարցեր։ Եվ ես վստահ եմ, որ իշխանություն լինելու դեպքում կամ ներդրում ունենալու դեպքում դա հնարավոր է։ Շնորհակալ եմ։ Ձեզ շնորհակալություն Զվարճան։